2021 թվականին 21 թվականի սկզբին ինձ հետ կապնվում է Հանրապետական կուսակցության փոխնախագահը, ասում է, որ երրորդ նախագահը պիտի մամուլի ասուլիս տա, հարցազրույց ավելի ճիշտ, եւ խնդրում է իրեն փոխանցել հարցեր, որոնք պիտի հնչեն հարցազրույցի ընթացքում։ Հարցազրույցը պիտի վարեր կինոռեժիսոր Մկրտչյանը, ես ուղարկում եմ հարցերը, սկզբից այլ բնույթի հարցեր եմ ուղարկում, քանի որ իմ, այսպես ասած, ֆիրմային դարձած հարցերը շատ էր քննարկվել, ինքը նորից է կապնվում ինձ հետ եւ ասում է Արտուր ջան, խնդրում եմ, որպեսզի դու ուղարկես քո հարցերից, որը ես պարբերաբար, այսինքն նկատի ունի այն հարցերը, որը պարբերաբար բարձրացրել է, եւ ես ուղարկում եմ երկու հարց։ Հարցերից մեկը վերաբերում է նրան, թե ինչպես է ստացվել, որ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին եւ 16-ին իմիջիայլոց այս փաստը ես չէի նկատել, այս փաստը նկատել էր իմ ընկերներից մեկը, Մկրտչյանը։ Հարցը վերաբերում է հետևյալին, որ ինչպես է ստացվել, որ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, հոկտեմբերի 16-ին սինխրոն, այսինքն դավադրության ընթացքում, պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահը եւ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը սկսում են օգտագործել անջատում հանուն փրկության թեզը։ Մեկը նամակ է ուղում այդ թեզը օգտագործում է իր նամակի մեջ Տուսկին, մյուսը Լիբերասիոնին տված հարցազրույցում։ Ինչպես է ստացվել, սա ինչ պայմանավորված բնույթ է կրել, թե ուղղակի պատահականություն էր։ Այս հարցը, առաջին հարցը սա է, եւ երկրորդ հարցը, թե ինչու է 2016 թվականին Սերժ Սարգսյանը խախտելով օրենքը ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակել Գեորգի Կուտոյանին։ Ինչով է պայմանավորված եղել, չէ՞ որ Գեորգի Կուտոյանը ըստ օրենքի պահանջի պիտի զբաղեցրած լիներ մինչ նշանակումը գլխավոր խմբի պաշտոն, պիտի կամ 3 տարով պիտի զբաղեցրած լիներ բարձրագույն խմբի պաշտոն, պիտի ծառայած լիներ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, որևէ կերպ նա չէր համապատասխանում։ Ահա այս երկու հարցերը տվեցի, այդ դուք տեսել եք այդ հարցազրույցը եւ հարցերը չհնչեցին։ Եվ այսպիսի բազմաթիվ հարցեր կան, հարգելի բարեկամներ, որոնց վերաբերյալ պատասխաններ չկան, կամ հարցեր, որոնք բարձրացվում են եւ արժանանում են հարց բարձրացնողները ամենավերջին անեծքներին, վիրավորանքներին եւ հայհոյանքներին։ Եվ քանի դեռ այդ հարցերը իրենց պատասխանները չեն ստանում, իսկ պատասխանը հետեւյալն է. այս մարդիկ պիտի ընդունեն, արդեն պարզ է, որ որևէ պատասխան ռացիոնալ չկա, եւ այդ մարդիկ ուղղակի պիտի ընդունեն իրենց արածը։ Եվ ինչքան իրենք չեն ընդունում իրենց արածը, ավելի մեծ ողբերգությունների են նախապատրաստում, հետևապես ավելի մեծ ողբերգությունների հող են ստեղծում ազգի համար, պետության համար, եւ ավելի վատթար վիճակի մեջ են գցում հենց իրենց։ Երեք ելույթ է ունենում Հայաստանի երրորդ նախագահը եւ չգիտեմ ինչ է խոսում։ Լավ, մեկը չկա խորհուրդ տա, որ չի կարելի ժողովրդին այս աստիճան էշի տեղ դնել։ Պարոն երրորդ նախագահ, 2015 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իմպիչմենտի նախագիծ, եւ որի հիմնավորում մասում ամենավերջին հանցագործությունների մեջ է ձեզ մեղադրում կոռուպցիայից մինչև դավաճանություն։ 3 տարի անց այդ անձնավորությունը իրականացնում է, ինչպես դուք եք ասում, հեղափոխություն կամ հեղաշրջում, ինչպես ձերոնք են ասում, տրամաբանական է, որ պիտի անմիջապես հետո կալանավորվեիք դուք, որովհետև լուրջ անտագանիզմ է ունեցել Նիկոլ Փաշինյանը ձեր վերաբերյալ եւ մեղադրել է տարբեր հանցագործությունների մեջ ոչ առանց հիմքերի։ Հիմա հարց.
Այդ ինչպես ստացվեց, որ 7 տարվա ընթացքում դուք այդպես էլ չպատժվեցիք, չէ՞ որ դուք հակառակորդներ եք եղել, իր այդ բացարձակապես կապ չեք ունեցել, ինչպես դուք եք ասում։ Այդ ինչպես ստացվեց, որ այն անձնավորությունը, որը ձեզ մեղադրում է այդպիսի հանցագործությունների մեջ, 6 ամիս ձեզ հետ ապրեց նույն տեղում։ Այդ ինչպես ստացվեց, որ այն անձնավորությունը, որը ձեզ մեղադրում էր այդ աստիճան հանցագործությունների մեջ, այնպիսի պրիվիլեգիաներ էր ձեզ տվել, որ օրինակ 18 թվականի մայիսյան դեպքերից հետո, անմիջապես հետո, երբ դուք Հայաստանի Հանրապետությունը լքում էիք, Հայաստանը լքում էիք, եւ ձեր օդանավը, ձեզ սպասարկող օդանավը սպասարկվում էր, ձեզ տեղափոխող օդանավը սպասարկվում էր Զվարթնոցի 0 կանգառից։ Զվարթնոցի 0 կանգառը դա նախագահական կանգառն է։ Այդ ինչի դիմաց է տրված եղել ձեզ այդ պրիվիլեգիաները։ 7 տարվա ընթացքում Հայաստանը կեղեքած, Հայաստանը թալանած, ընտրություններ կեղծած, որևէ օդիոս կերպար պատասխանատվության չի ենթարկվել։ Գոնե մեկ մարդ ընտրությունները կեղծելու, մարտի 1-ից էր Փաշինյան Նիկոլը խոսում, չկա մեկը, ով պատժված է սպանության համար։ Այդ ինչպես ստացվեց, պարոն երրորդ նախագահ, որ բոլոր պետություններում հեղափոխություն է լինում, մերժված պրեզիդենտները փախնում են կամ դատվում են կամ սպանվում են, կամ եթե մնում են տվյալ երկրում, զրոյական ազդեցությամբ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն է տեղի ունենում, դուք ոչ փախնում եք, ոչ դատվում եք, պահպանում եք ձեր ազդեցությունը։ Մեդիայի 90%-ը ենթարկվում է ձեզ։ Եթե դուք աշխատավորցով ապրած մարդ եք եղել, չէ՞ որ Նիկոլի դատարանը ձեզ պատկերավոր ասած ճանաչել է աշխատավարձով ապրած մարդ։ Բայց մեդիաները դուք ինչու են ձեզ առավոտից երեկո ձեր գովքը անում։ Պրոստը տակ։ Չեն վճարվում։ Խմբագիրները, լրագրողները, առավոտ AM կայքը ձեզ հետ կապ չունի, 168 AM կայքը ձեզ հետ կապ չունի, եւ այսպես տասնյակ 20, 10, 20, 30 կայքեր, խմբագիրներ, ժուրնալիստներ, հարյուրավոր բլոգերներ, այդ առավոտ AM կայքում, որ Արամ Աբրահամյանը ինչ որ Մարինա Ղազարյանի էշություններն է տպում, մարդը տպում, դա հենց այնպես է ստացվում։ Հարց եմ տալիս առավոտի ժուրնալիստին, ասում եմ ով է այդ լրագրողը, դուք ճանաչում եք, որևէ մեկը չի ճանաչում։ Բա որտեղից ձեզ այդ գումարները, պարոն երրորդ նախագահ։ Հենց այնպես են անում, էնտուզիազմով, որովհետև ձեզ շատ են սիրում, դրա համար են անում։ Կուրմանբեկ Բակիևը փախավ, երբ հեղափոխություն տեղի ունեցավ իր երկրում։ Յանուկովիչը փախավ, Շևարդնաձեի ազդեցությունը զրոյացավ։ Դուք եւ ձեր շրջապատող թիմը ծլում եք, ծաղկում եք եւ բարգավաճում եք։ Էլի նույն տենդերները, էլի նույն բիզնեսները, էլի նույն ազդեցությունը։ Հեղափոխություն է տեղի ունենում ազգային անվտանգության ծառայության գործակալին բերում նշանակում են բան վարչապետի տեղակալ։ Այդպես լինում է, պարոն երրորդ նախագահ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ չի եղել։ Հեղափոխություն է տեղի ունենում, ձեր ամենավստահելի մարդկանցից մեկին բերում նշանակում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Այսպես լինում է, պարոն երրորդ նախագահ։ Դագաղների հեղափոխություն եք ասում, դագաղների խրախճանք եք ասում, բայց դագաղների իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը մինչև 2019 թվականը եղել է Վանեցյան Արթուրը։ Բայց եթե դուք այդպես անտագանիզմ ունեք այդ իշխանությունների հետ, Վանեցյան Արթուրի հետ ինչու կոալիցիա կազմեցիք 2021 թվականին մի հատ էլ գովում եք, բա դագաղների խրախճանքի հետևանքով էր այդ մարդը դարձել ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Այս հարցերը, այս փաստարկները բազմաթիվ են։ Ժամերով կարելի է ուղղակի խոսել։ Ժամերով։ Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը Գուրգեն Արսենյանը
Հեղափոխություն է լինում, նշանակվում է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Այսպես լինում է, պարոն երրորդ նախագահ։ Հիմա որ դուք վաղը մյուս օրը մի հատ էլ դուք հեղափոխություն անեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիրներից մեկին կնշանակեք Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Կնշանակեք։ Հեղափոխություն է տեղի ունենում ձեր օգնականին Վարուժան Ներսիսյանին։ Փաշինյան Նիկոլը նշանակում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան։ Եվ այսպիսի նշանակումները Գալուս Սահակյանի խորհրդականին նշանակում է արտաքին հետախուզական ծառայության տնօրեն։ Տարոն Մարգարյանի օգնականին նշանակում է գլխավոր դատախազ։ Բայց այսպես լինում է, պարոն երրորդ նախագահ։ Ինչքան եք պատրաստվում դեռ այս շիտեղ դնել մարդկանց, ժողովրդին։ Ինչքան եք դեռ շարունակելու խաբել, մոլորեցնել դուք, ձեր բլոգերները, ձեր ժուրնալիստները, ձեր խմբագիրները։ Ինչ եք արել դուք, պարոն երրորդ նախագահ, որ այս հարցերը պարլամենտում չի բարձրացվում, ինչի դիմաց չի բարձրացվում։ Ես մի բան գիտեմ, որ նմանատիպ տարօրինակ դեպքերը պայմանավորված են երկու բանով, կամ արագ կամպրոմատներ կա, կամ սեքս կա, կամ փող կա։ Ես ուրիշ բան չգիտեմ։ Ուրեմն դուք գնել եք падգամավորներին, որ այդ անձինք չեն կարողանում այս հարցերը բարձրացնել պարլամենտում։ Հակառակ դեպքում մեկը դուրս կգար, այդ տասնյակ падգամավորներ կան, մեկը դուրս կգար, այս մասին կխոսեր։ Գորե քաղաքացիական պայմանագիր կուսախմբակցությունից մեկը դուրս կգար եւ այս մասին կսկսեր խոսել։ Ինչի դիմաց չեն խոսում, պարոն երրորդ նախագահ։ Ով է կառավարել պատերազմը։ Ով է պատերազմի ընթացքում ազդեցություն ունեցել կայացվող որոշումների վրա, Օնիկ Գասպարյանի վրա, հոկտեմբերի 10-ի հրադադարը ով է խախտել, ում ցուցումով է խախտվել։ Այս հարցերը հավասարապես վերաբերում են եւ երրորդ նախագահին, վերաբերում են եւ 16-րդ վարչապետին, բայց իրենց չեն տալիս այս հարցերը, ինչի դիմաց։ Ես մի բան գիտեմ, որ կարճ ժամանակով սա հայտնի ճշմարտություն է, հնարավոր է ողջ ժողովրդին խաբել։ Երկար ժամանակ կարելի է քիչ մարդկանց խաբել, բայց մշտապես ողջ ժողովրդին խաբելը անհնար է։ Ինչքան շուտ դուք ընդունեք տեղի ունեցածը, ինչքան շուտ դուք ներողություն խնդրեք տեղի ունեցածի համար, այդքան լավ ձեզ համար։ Երկրի վարչապետն է արդեն խոսում նրա մասին, որ հեղափոխություն չի եղել։ Դավիթ Սանասարյանին հարցին ի պատասխան ասաց, Անդրանիկ Քոչարյանն էլ կողքը նստած իրար էր գալիս ներվայնությունից։ Անդրանիկ Քոչարյանը մարդ, ով առաջինը ինքը ձեզ արդարացրեց պարլամենտում, քարորյա այդ պատերազմի քննիչ հանձնաժողովում։ Ձեր լիազոր ներկայացուցիչն է Անդրանիկ Քոչարյանը պարլամենտում, պարոն երրորդ նախագահ։ Բա Նիկոլ Փաշինյանը արդեն ընդունում է։ Դուք հետ եք մնացել ժամանակներից։ Ասում է, այո, ես մտածում եմ, որ Արցախյան հարցով եկել էր ոչ պոպուլյար որոշում կայացնելու ժամանակը եւ իշխանությունը մեզ տվեցին։ Ազգային ժողովի նախագահն է արդեն դրա մասին խոսում։ Նիկոլ Փաշինյանը պարլամենտի ամբիոնից է դրա մասին խոսում, ասում է կապիտուլյացիան բերեցին, փաթաթեցին իմ վզին։ Միլիոնավոր մարդկանց եք դուք խաբել, պարոն երրորդ նախագահ։ Եվ շարունակում եք դեռ խաբել ու վատթարացնել ձեր վիճակը։ Եթե հեղափոխություն տեղի ունենար Հայաստանի Հանրապետությունում, հանրապետական կուսակցությունը ուղղակի կփակվեր եւ կճանաչվեր օրենքով դուրս։ Օրենքից դուրս։ Շեքը ձեր ձեռքից կվերցնեին։ Եթե հեղափոխություն տեղի ունենար, դուք կդատվեիք։ Ընտրությունները կեղծող մարդիկ անպայման կդատվեին։ Մինչև 2018 թվականի դեկտեմբեր ամիս ձեր ներկայացուցիչները, հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գլուխ էին գովում, թե ինչի ուզում Նիկոլը պարլամենտական ընտրություններ անի, ինչ որոշում է բերում ազգային ժողովում, դրական վիզա ենք տալիս։ Գլուխ էին գովում, Արմեն Աշոտյանը ասում էր բանը, ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ոսկե տարերով է գրել իր
անունը հայոց պատմության մեջ, բայց դագաղների հեղափոխություն էին արել, պարոն երրորդ նախագահ, եկեք 4-5 հատ դագաղ վերցնենք, գնանք մի քանի հոգու տան դեմը դնենք, հələ տեսենք մեզ հետ ինչ տեղի կունենա։ Տեսենք քանի վայրկյան հետո մեզ կփագեն ուղակի։ Ինչ կապ ունի, ինչ դագաղների խրախճանք։ Եկեք 20 հոգով Գյումրից քայլենք դեպի Երևան։ Հետո դագաղների ճանապարհին առնենք, տանենք դնենք ԿՊԱ-ականների, նիկոլականների տան դուռը, այդ լուծարված վերացված կուսակցության բանը դռները դնենք, տեսնենք ինչ կստացվի, իշխանափոխություն տեղի կունենա։ Կեղտոտ գործ կար անելու, ընտրեցիք ամենանենգ գործակալին, այդ գործակալն էլ գերակատարեց։ Այդ գործակալն էլ գերակատարեց։ Նիկոլ Փաշինյանին դուք եք բերել իշխանության։ Դուք սարքել եք ուղակի այդ ցիրկը, ռեալիթի շոուն սարքել եք, հեղափոխություն եք բեմականացրել եւ մինչեւ հիմա ուզում եք աշխարհին ապացուցած լինել եւ այս խեղճ ու կրակ ժողովրդին, որ դագաղները բերում դնում էին ձեր դռները, դուք էլ վախեցաք եւ իշխանությունը հանձնեցիք, վախեցաք, պարտվեցիք, Նիկոլ Փաշինյանին տվեցիք։ Ձեր երեկվա խոսքում դուք մի քանի անգամ օգտագործեցիք, որ դուք պարտվել եք դավադիր ուժեր, մութ ուժեր, ինչ որպեսի բաներ եք ասում, ուժեր, որոնք հակահայկական բնույթ են կրել։ Հիմա ձեր խոսքով ուզում եմ վերջում ձեզ հակադարձել, բայց եթե դուք պարտվել եք այդ ուժերին, ինչու դուք կապիտուլյանտ չեք։ Բայց եթե դուք պարտվել եք այդ ուժերին, ինչու դուք ժողովրդին չդիմեցիք եւ չասացիք, օրինակ, որ որևէ ընտանիքի հայր իր զավակին չուղարկի բանակ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը գտնվում է թշնամական ուժերի ուղիղ ենթակայության տակ եւ ձեր զավակները ծառայելու են թշնամիների ենթակայության տակ։ Ինչու դուք այդպիսի բան չեք արել։ Օնիկներ են մտնում այդ ռեժիմի մեջ։ Վովա Գասպարյանի Սանիկը, Արգիշտի Քյարամյանն էր մտնում այդ ռեժիմի մեջ։ Պարոն երրորդ նախագահ, ձեր արած ֆոկուսը ձեր դուրա եկավ, գերովը ձեզ տանի, պարոն երրորդ նախագահ։